ունեցել ենք 12-ից 14% աճ, որը երևի թե կշարունակվի մինչև տարեվերջը։ Ճոպանուղու վիճակը այս պահի դրությամբ ինչպիսին է Ճոպանուղու վիճակը իդեալական է, մենք տարեկան 6 ամիսը մեկ ունենք տեղզննումներ, որոնք կատարվում են թե Հայաստանի Հանրապետության տեխնիկական անվտանգության կենտրոնի կողմից, թե Շվեյցարիայի կողմից, որոնք որ կառավարական կողմից, որոնք որ սարքել են ճոպանուղին եւ տեղադրել են։ Մենք բավականին առաջընթաց արդեն ունենք, եթե նախկինում Տաթևի վանքի կամ տվյալ տարածաշրջանում տուրիստը դա ինչ-որ բացառություն էր, բացման օրվանից սկսած շուտով կլինի 3 տարի, արդեն մենք սպասարկել ենք 200,000-ից ավելի հաճախորդներ, տարածքը իրոք գնալով դառնում է տուրիստական կենտրոն եւ ստեղծել ենք տեղացի բնակիչների համար 65 աշխատատեղ, ասեմ նաեւ որ հարակից համայնքների բնակիչները օգտվում են արտոնյալ պայմաններից եւ նրանք ճոպանուղու համար ընդհանրապես վճարում են 500 դրամ։ Քանի փոխադրում է կատարում օրվա ընթացքում եւ ամսվա եւ օրվա կտրվածքով ուղևորների հոսքը ինչքան է, ասեք։ Մի քիչ դժվար է ինքը շատ սեզոնային հարց է, ամռան ընթացքում մենք աշխատել ենք մինչև երեկոյան ժամը, դրա համար մենք օրական կատարել ենք 40 ուղևորափոխադրում մինիմում, եթե ոչ ավելի շատ դեպքերում մարդիկ ենք ունեցել Տաթևում, որոնց վերադարձրել ենք հետ։ Իսկ սեպտեմբեր ամսին մենք աշխատել ենք մինչև ժամը 7-ը ու արդեն հոկտեմբերից մինչև 6-ը սովորական նորմալ գրաֆիկով։ Ժամերի ավելացումը դա կախված է եղել տուրիստների խնդրանքով,